Երևանյան շենքերից մեկում ապրող այս տղամարդն արդեն տարիներ շարունակ դանակը ձեռքին պարբերաբար շրջում է շքամուտքում կամ շենքի հարակից հատվածներում։ Որևէ մեկին հարվածելու փորձ չի կատարել, բայց շենքի բնակիչները մշտապես անհանգստությամբ են ելում ու տանում։ Իր մոտ միշտ կա դանակ, այսինքն ինքը դանակով շրջող քաղաքացի է, ազատ շրջող քաղաքացի ու ունի սենց կարծես իր վրա պատասխանատվություններ է վերցրել, ավելի շատ մանկական հայացքներով իր ոգևորվում է, որ դռան մուտքն է հսկում եւ բնակիչներին ինքն է ուղեկցում, բացում է դուռը դամաֆոնի հեռախոսով, բայց գիշերվա ժամերին սուր վիճակ է իր մոտ լինում։ Հերմինե Համբարձումյանը 3 տարի է այս շենքում է բնակվում։ Առաջին օրերին տղամարդն այդ մասին չիմանալով պարբերաբար կնոջ եւ նրա երեխաների վրա փակել է շքամուտքի դուռը, երբեմն հայհոյել։ Մտածեցի թմրա մոլա ու ոչ բնակիչ, ոստիկանության դիմեցի, դրանից հետո ինձ ոստիկանությունը բացատրեց, որ կներեք, բայց պետք է ասեմ հենց այդ բառերով, որ անուշ ախպեր է, պետք է դիմանամ ու սկսվեց այս պատմությունը։ Ես էլ հետո իմացա, որ բնակիչ է, շենքում է բնակվում, իր եղբայրը ինձ զանգահարեց, ասաց, որ դեղերի հետ կապված խնդիր ունի, չի խմել, սրացումներ է մոտ։ Շենքի բնակիչների խոսքով տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, մի քանի անգամ տարբեր կենտրոններում ստացիոնար բուժման կուրսեր է անցել։ Վիճակը մի փոքր բարելավել է, բայց դուրս գրվելուց հետո կրկին սկսել է ագրեսիվ վարք ցուցաբերել։ Գիշերով խոսում, տեսկոսում, գոռում, ինչ-որ մեկը խոսում է հեռացել, բայց ինքը իրականում ոնց որ մենակ է խոսում, ինքն իր հետ է խոսում։ Այդ է խնդիրը, աղմկում է, այստեղ մարդիկ էին արում, թող գնացին դրա պատճառ։ Ֆակտոր TV-ի նկարահանման ընթացքում տղամարդու բնակարանի դուռը բաց էր։ Բնակիչների խոսքով միշտ է բաց մնում։ Ասում են, դրսից մշտապես աղբ է բերում տուն, այն կուտակում է նաև շենքի հարակից այլ հատվածում։ Բնակիչները մի կողմից իրար հերթ չտալով խոսում են այս խնդրից, մյուս կողմից շեշտում, իրավունք չունեն որևէ բան անելու։ Բնակարանը մարդու անձնական տարածքն է։ Իրա դուռը միշտ բաց է եղել։ Ու ինքը դի հասկանում է, գիշերներ որ դուրս է գալի, էսի բաց է։ Բաց է, իրա դուռը միշտ բաց է եղել։ Արդ բացում են դուրը։ Բնակիչների խոսքով տղամարդու եղբայրն է նրա խնամակալը։ Մի քանի անգամ հորդորել են խնդիրների լուծման տարբերակ գտնել, քանի որ եթե անձը ունի խնամակալ, ապա հոգեկան առողջության կենտրոն կանչը պետք է միայն նա իրականացնի։ Ինչ որ մեկը խնամակալ է, չէ, իրան, ինքը դրա համար կներեք էլի նյութականին կպնեմ, ինքը հաստատ փող է ստանում դրա համար, թող տեր կանգնես տղուն։ Ըստ բնակիչների տղամարդն օգնության կարիք ունի, վատ սնվելուց հյուծվել է ու գունատվել։ Ինքը պետք է անենց ապրի, որ գոնե բակ ունեն, ասենք մի հատ փոքր սեփական տուն այն թափում խարբերտուն, այնքան էժան տներ կան, սա վաճառի եղբայրը, ընդ մի հատ մենք առաջարկել ենք իրան, իբր թե զբաղվում է դրանով, բայց հաստատ չի զբաղվում, մի հատ սեփական տուն լինի, ինքը դուրս ու ներս կանի, գոնե դրսի օդը կշնչի, ամբողջ օր էս հոտի մեջ մեղ կա, ինք ուղակի մեղ կա, էսի հոգեկան, իր հոգեկան ավելի կխանգարվի, քան թե ինքը կբուժի։ Իսկ ինչ պետք է այս դեպքում անեն պատկան մարմիններն անձին պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցում։ Հոգեբուժական հաստատություններում գտնվող պացիենտների 50%-ը կարիք ունի ոչ թե բուժման, այլ խնամքի։ Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց համար պետությունը պետք է մշակի հետևյալ քաղաքականություն, դա կոչվում է համայնքահեն ծառայություն։ Հոգեբուժական հաստատությունը չպետք է վերջին միջոցը լինի, որ սուր վիճակից դուրս բերեն, տեղորակը տան, հանեն, հետո նորից թողեն, բացի թողի։ Իրավապաշտպանն ասում է, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հոգեկան առողջության խնդիր ունեցող մոտ 48,000 անձ եւ պետությունը պետք է հստակ քաղաքականություն մշակի նրանց համար։ Ընկալումը չկա այդ խնդիրների լուծման անհրաժեշտության, հա, եւ ամենահեշտ տարբերակը ուղղակի մարդուն տանել կամ նստացնել կամ, չգիտեմ, փակել
Երկու հատ դեղ տալ հանգստացնել, հետո բաց թողել։ Ուրիշ առողջապահությունը մեղավոր չի, առողջապահությունը չի կարող այդ ամեն ինչի հարցերը լուծել։ Այդտեղ կոմպլեքս մոտեցում է պահանջում։ Մինչ այդ շենքի բնակիչները սպասում են իրենց կարծիքով այս իրավիճակում լավագույն լուծմանը, որն ստացիոնար բուժման մնա հոգեկան առողջության կենտրոնում։ Կարծում են դա դրական կանդրադառնա ոչ միայն իրենց, այլև հենց տղամարդու հետագա կյանքի որակի վրա։ Մինչ պատկան մարմինները կարձագանքեն խնդրին, բնակիչները շարունակում են անհանգստանալ հատկապես շենք ելումուտ անող երեխաների անվտանգության համար։